Շատ լավ դուք։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում եւ Հանրապետության ամբողջ տարածքում։ Հերթական նոր գրասենյակը Աջափնյակ վարչական շրջանում է, Նազարբեկյան 31 կոտորակ 12 հասցեում։ Բազմաթիվ համակիրներ այստեղ են հանդիպելու կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Դրսում ենք խոսալու թե ներսում։ Ուրիկ ջան, ինձ հարմար է, որ ձեր բոլորի հետ նայելով ձեր աչքերի մեջ խոսեմ։ Իմ ուզածը, որ ինձ հասկանաք, լսեք, եթե հարցեր ունեք, անանք ստացող, մտքեր, ինչ որ կա, որ դուք ինձ ասեք, իմ պատասխանը դուք ստանաք։ Ինչ որ պատկերացնում եմ, ինչ տեսնում եմ, ինչ կարանք անենք, նա եմ ես ասելու։ Մենք ձեզ վստահում ենք եւ ձեր կողքին ենք։ Եկել եմ պարզ ճակատով ուղիղ նայելու ձեր աչքերին, բաց ու անկաշկանդ քննարկելու յուրաքանչյուրիդ մտահոգող խնդիր, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Այսքան ժամանակ, ինչ որ ասել եմ, իմ ասածները ես պահել եմ։ Ինչից որ սկսել եմ, կառուցել եմ, զարգացել եմ, սարքել եմ, ես այս հողու ջրում ծնված մարդ եմ, կայացել եմ այս երկրում, արել եմ այս երկրում, կառուցել եմ դպրոցներ, մանկապարտեզներ, ուրացներ, եկեղեցիներ, սպորտ դպրոցներ եմ կառուցել, հիմա էլ Քրիստոսի արձան եմ կառուցում։ Դա կառուցում եմ մեր ազգի համար, որպես առաջի քրիստոնյաց, որ մենք աշխարհում ասելու բան ունենանք։ Եվ Աստծո կամոք կառուցումը ամենագեղեցիկ, ամենահզորը մայիսից արդեն բաց է լինելու շինարարությունը։ Կարակ ընտանիքով, բարեկամներով գաք, մի քարել դուք դնեք, նպատակ պայելով, ու որ կարողանաք ձեր ընտանիքին, հետո ձեր թորներին էլ, որ դուք եք մասնակից այսօր գործի կառուցմանը։ Ինչպես մնացած բոլոր համայնքներում, այստեղ եւս Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը ջերմ է սպասված։ Տարիների հայրենանվեր աշխատանքը վերածվել է հարգանքի ու փոխադարձ վստահության։ Պատահական չէ, որ աջափնյակցիներն էլ իրենց գնահատականներում շռայլ են։ Այս ջեր վերաբերմունքից մարդ ավելի պարտավորված ազգում, որ ավելի շատ անի, որ այդ վստահությունը պայու պահպան։ Այո, սպասում ենք, շատ ենք սպասում։ Միայն առողջություն եւ երկար տարիների շնորհավորում ենք դեր առաջ։ Շատ ձեզ հարգում։ Շատ շնորհակալ եմ, ես նորից եմ ասում, ես աշխատողի ընտանիքից եմ, զրոյից կայացել եմ, աշխատողի ղադրներ գիտեմ, ծառայողի, տարիքավորի, մարդը մեծ չարգի, մեծ չի դառնա։ Դուք մեծ մարդ եք, մեծ։ Այո, այո։ Այն որ դուք եք անում քրիստոնեություն եք պահպանում մեր հայության մեջ, հավալա ձեզ։ Ես դա նորից եմ ասում, անում եմ, որ այսօր հայազգը միշտ հպարտ ազգ է, ասելու բան է ունեցել, հպարտակալ է։ Մենք աշխարհի առաջի քրիստոնյա ազգն ենք։ Գոնե դա ասելու հպարտորեն ու Աստծո կամոք կնենց է ստացվում, որ նմանակը չկա։ Ու Աստված դրան օգնում է, այնպեսի բանադառնում, որ սաղ աշխարհը գալու է։ Ու դուք պատկերացեք, եթե տարեկան 20-30 միլիոն մարդ գա նայելու համար, էլ Բրազիլիա չի գնա։ Եթե 20 միլիոն գա, $3,000 տուրիստը 3-ից 5-10 հազար է ծախսելու։ Դա կազմամոտավորապես 60-80 միլիարդ, որը գալա իմ երկիր, ամբողջ Հայաստանում օգտվելու են, սկսած տաքսիստից, սկսած կաֆեներից, ռեստորաններից, ծառայողից, աշխատողից, Սևանել են գնալու, Լեննականել են գնալու, ջերմուկել են գնալու, կյանքը եռալու է։ Ու նմանատիպ հարկարը խոշոր երկու հատ ներդրումային ծրագիր։ Արդեն նորաբաց գրասենյակի ներսում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը մանրամասն խոսում է ժողովրդին մտահոգող առաջնահերթ խնդիրներից, ներկայացնում լուծումն ու վերջնարդյունքը։ Վարկային ծանր բեռն այսօր ամենացավոտ հարցերից է։ Վարկերի համար առանցին ծրագիր ունենք, որը ես 21 թվին եմ ասել։ Եղել է համաճարակ, կորոնավիրուս 2 տարի, եղել է պատերազմ, մարդիկ տուն նստած չեն աշխատել։ Հիմա դրա համար վարկեր է կուտակվել, որ պետք է պետությունը իր ժողովրդին մի հատ ներում շնորհի, որ ասի մինչև 3 միլիոն դրամ, դե մեկին 200,000 դրամ, մեկը 250,000, մեկին 1 միլիոն, ու մի անգամից ես ասում եմ 2 միլիոն 200,000 մարդ, այդ ճայճից դուրս կգա, գոնե իր վաստակած գումարը, այն շահույթը, որ տոկոսու վարկ է պակում, կմնա իր տունը պահելու համար։ Բարգավաճ Հայաստանը ընտրապայքարին մասնակցում է ուժեղ ու պրոֆեսիոնալ թիմով Առաջարկ Հայաստանին ծրագրով։ Այն ներառում է մեր երկրի բոլոր ոլորտները, դրանցից մեկը առողջապահությունն է։ Ապահովագրության համակարգը մարդկանց ակնկալիքները չի արդարացնում։ Առողջապահությունը պետք է անվճար լինի։ Պետպատվեր գնում ես, ասում մի ամսից գաց, մի ամսից գնում ես, ասում տեղ չկա։ Կամ գնում ես, ասում թիվան
հիվանդությունը պետ պատվերի մեջ կա։ Այդքան գումարները դրեք, թող հիվանդանոցներ, որ մարդիկ կարողանան գնալ, մեկ այդ գումարների բյուջեում կա 300 միլիոն գումար կա առողջապահության համար։ Կամ կրթաթոշակները 25-30 տարի է, թոշակը ուսանողի նույնն է։ Պետք է տարբերություն դրվի, լավը, միջինը կամ սովորականը 5000 եղել, թող լինի հիմա 20000։ Այսօր ուսանողը մարզերից գալիս է, այդքան գումար պետք է գա գնա, կամ պետք է տան վարստան։ Ոնց որ առաջ կոմունիստների ժամանական ուսանողական հանրակացանը գոնե կպետք է կթողի, որ երեխին կարա սովորի կրթվի մարդ դառնա։ Այսօր իմ ուզածը որ իմ ժողովուրդը լավ ապրի, որ իմ երեխեքի ապագան լավ լինի։ Հոգսերը թեթևացնելու փոխարեն պետությունը բնակչության վրա հարկային նոր պարտավորություններ է դրել։ Սոցիալական վիճակն առանց այն էլ ծանր է, իսկ խնդիրները ոչ թե լուծվում են, այլ ավելանում։ Այսօր միայն դրանց գույքարկ են բարձրացնում։ Եղբայր ջան, մարդկանց պետք է հնարավորություն տաս, որ շփիթի դեմքի ապրի։ Նա էլ է ուզում վայելի, նա էլ է ուզում ծախսի, նա էլ է ուզում ծանոթ անի։ Կառավարությունը տնտեսագետ չկա։ Ապրես 8 տարվա մեջ մի հատ բան ասեք, ինչ որ խոսք են տվել, արել են, ասեմ կներեք արել են։ Մենակ խոստումներ, մարդիկ արդեն հոգնել են։ Ձեր ձայնը ում հավատում եք, գնացեք տվեք։ Իրար հետ քննարկեք։ Ով կարա անի 19 կուսակցություն մասնակցում։ Այդ հիմնական մարդուն պետք է նայեք արած գործը։ Ոչ թե բաժակաճառով ճարտար խոսեց, այլ մարդու արածը, մարդու նպատակը, մարդու ապրածը։ Ես մեկ անգամ տապարենք պարոն Ծառուկյանին։ Ձեր ցավը տանեմ, ես նորից եմ ասում, կապերն էլ ունեմ, փորձն էլ ունեմ։ Այսօր ծանոթ բարեկամով չեմ շարժվում, կուսակցական էլ չեմ դնի, եթե ավելի լավը կա։ Պետք է քեզ պատկերացնես դիմացինի փոխարեն, որպեսզի հասկանաս նրա խնդիրը։ Այս մոտեցումն է կարևոր համարում Գագիկ Ծառուկյանը, իսկ մարդիկ այսօր ամենից շատն են հոգատարության, ուշադրության կարիք զգում։ Պարոն Ծառուկյան ջան, այդ ձեր հասարակ լինելու մեջ հաջողությունը։ Ծառուկյանը սովորական մարդ է, Ծառուկյանը շեխի հետ էլ հանդիպում, լորդի հետ էլ հանդիպում, նախագահի հետ էլ, միլիարդատերի հետ էլ, չեմպիոն էլ։ Մարդը պետք է կարողանա բոլորի հետ, հավասարը հավասարի հետ խոսի։ Այն որ կան իրաց այսպես ամեն, նրանք դատարկ մարդիկ են։ Մարդը պետք է մարդու դրության մեջ մտնի, մարդ իրան գնահատված գա, որ իրան հասկանում են, իրեն ընդունում են։ Մարդկանց ականջին լուրեր են հասել, ուզում են Գագիկ Ծառուկյանից ճշտել, հայտնել իրենց աջակցությունը։ Մութ ուժերը որոշել են, որ ձեզ ՀԱՕԿ-ի Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից ձեզ անեն։ Այո։ Ես ուզում եմ, որ ոնց որ մենք մեկ մարդի նման ձեր կողքին կանգնած ենք, այդ հարցում են բոլորը պետք է կանգնեն ձեր կողքին։ Ես Օլիմպիական կոմիտեն վերցել եմ 8 տարի ոչ մի մեդալ չի եղել, այլ հիմնական չեմպիոններն են երկրից թողե գնացել։ 4 տարվա ընթացքում կազմակերպել եմ թոշակներ եմ նշանակել, սկսած 50,000 դրամից մինչև 1,5 միլիոն։ Դրսից մարզիչներ են բերել, որոնք գնացել էինք եւ 4 տարի հետո ունեցել ենք 6 մեդալ։ Դպրոցներ եմ կառուցել, թոշակներ եմ նշանակել, կազմակերպել եմ տարեկան 200 մեքենա եմ նվեր տվել։ Օլիմպիական կոմիտեն չի ֆինանսավորում։ Դա բոլոր իմ անձնական գումարներն է եղել։ Ինձ 20 օր առաջ ընտրել են Եվրասիայի ասոցիացիայի նախագահ։ Ես ասեմ, այո, համաձայն եմ եւ ամեն ինչ կանեմ, որ այդ նպատակը իրականացնեմ, ու ասել եմ, որ սպորտը դա քաղաքականություն չի։ Սպորտը պետք է քաղաքականության հետ կապ չունենա, այլ կարողանանք մեր մարզիկներին հնարավորություն տանք աշխարհում մեկ գնալու, մարզվելու, իրենց ուժերը փորձելու։ Ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ սպորտում կապերն ու ծանոթությունները մեծ դերակատարում ունեն։ Գագիկ Ծառուկյանը հիշեցնում է 2015 թվականին Բաքվում անցկացված առաջին եվրոպական խաղերը, ընդառաջելով միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի խնդրանքին եւ նրանցից ստանալով անձնական երաշխիքներ, ՀԱՕԿ նախագահը պատասխանատու որոշում կայացրեց։ Պատերազմ է եղել, բայց օլիմպիական խաղերը սկսել է, պատերազմը կանգնել է։ Գնացել են, մրցել են, հետ են եկել որ ու ես նույն բանը, երբ որ աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահ Բախը եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեն Պատրիկ Հիկեն ինձ մոտ եկան, որպես ես օլիմպիական ընտանիքի անդամ, խնդրեցին, որ մենք ուզում ենք Ադրբեջանում կազմակերպենք Եվրոպայի օլիմպիական խաղեր, առաջին խաղերն էր։ Ասել, եթե դու խոսք ես տալի, որոնց որից մեկի մազը չի ծռվի, իմ երեխեքն են, իմ տղերքն են, ես
ի վիճակի եմ կազմակերպելու, ասելու եւ ինձ հարգելով կգնան։ Ու ես ասի, որ իմ տղուն եմ ուղարկելու։ Ու վախը ինձ խոսք տվեց, ասես քեզ տղամարդու խոսք եմ տալի, ու ես կազմակերպեցի 50 հոգի ուղարկել եմ Բաքու, վերջին էլ ասելի նա ուժեղ տղա գտի, որ ասես մի ձեռով դրոշը կբարձրացնի եւ Բաքվեց ստադիոնում ման կգա։ Ասես Սարուկյան ջան, կլի ես բեմ, ասի քո ցավը տանեմ, գնա։ Դրոշը ինքը ստադիոնում, ոնց որ այսպես բռնած գնացելը մինչև վերջ առանց 2-0 բռնելու գնացել։ Վերջում ասում որ դրոշը դրեցի, այդ իր հուզումից, այդ ձեռս չէր բացվում։ Վերեց սրսկել են, որ թեպը նոր այդ մկանը թուլենը։ Ու դրանք ոնց են բայ, ասա մի հատ ճաշ դզացել բարձր մակարդակով։ Դրա համար ասում եմ կարևորը կապն է։ Այս օրերին Գագիկ Ծառուկյանին շատ են հարցնում հայ-թուրքական սահմանի հնարավոր վերաբացման մասին։ ԲՀԿ առաջնորդը դեմ չէ, բայց միայն այն դեպքում, երբ գյուղացուց մինչև տեղական արտադրող պատրաստ կլինեն դիմակայել մրցակցությանը։ Ասում են Ծառուկյան, դուք ոնց կնայեք, որ Թուրքիայի ճանապարհը բացեն։ Ասում են, թող բացեն, մենք ուզում ենք որ բացեն, բայց հիմնական մենք պետք է պատրաստ լինենք բացմանը։ Եթե բացեցինք, նրանք մտան իրաց արտադրանքով բոլորը կգրավեն, մերոք անգործ կնստեն տեղերում, պետք է մենք պատրաստ լինենք, որ մրցակցության ժամանակ մենք էլ որոշ չափով կարողանանք այդ շուկաները գրավենք, որ մեր ժողովուրդը, թե գյուղատնտեսությունը, թե արտադրությունը, թե փոքր միջին բիզնեսը պատրաստ լինի մրցակցության։ Չեն հասկանում, ստից խոսում են, ասես չբացենք, ասես թե չթողենք։ Բացեք, բայց մի տարի ժամանակ ապեք։ Մի հատ քննարկեք, այս ապրանքը գազտեղ ինչքան է նստելու։ Մեր մոտ ինչքան է նստելու։ Ուրեմն պետք է պետությունը արտոնություն տա, հնարավորություն տա, հարկերը պակասացնի, որ մարդը կարողանա հավասարի հետ գոնե մրցի, որ մենք կարողանանք մնանք դաշտում։ Համայնքում բնակվող թոշակառուները Հիսուս Քրիստոսի արձանը տեսնելու մեծ ցանկություն ունեն։ Ես ունեմ առաջարկ թոշակառուներից, որպեսզի բոլորս միասին կարողանանք կազմակերպել եւ բարձրանանք հատիս։ Ձունը նորահալ է, խոսք եմ տվել առաջին ասորիների, երկրորդ, Տեղյակ եմ։ երրորդ, չորրորդը դուք եք։ Բոլորը կան կբարձրանան իրոք տեսնելով, համձե տրամադրությունը կփոխվի։ Ներողություն եմ խնդրում։ Թոշակառուներ կա, որ ասում կարող է մենք չհասցնենք տեսնել։ Ասա մայիսի մինչև 9-ը, ես քեզ խոսք եմ տալիս։ Հավաստագիրել կստանաք, որ մասնակցել եք, մի քարեք դրե, մինչև չբարձրանաք վերև, չտեսնեք են, հերոսացուցի տեսածը բան չի։ Արդեն կզգաք հզորություններ, ամիշներ։ Դա թող լինի մեր ազգային վերածննդի ներքին հաշտության, համերաշխության խորհրդանիշ։ Այն ով իրար հետ չի խոսում, բարի շեք, ինչ եղել է անցյալ լինի, ամեն ինչ լավ կլինի։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ունի համակիրների մեծ բանակ։ Նոր չէ, որ գիտեն քաղաքական ուժի որդեգրած սկզբունքը՝ աշխատել հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն Հայաստանի զարգացման ու անվտանգության։ Իրենք էլ խաղաղ ու արժանապատիվ կյանք են ուզում։ Աստված ձեզ երկար կյանք տա, միշտ առողջ Զգացված եմ, բոլոր հայազգի գլխին լինեք։ Զգացված եմ եւ պարտավորված, շնորհակալություն։ Շատ գոհ ենք պարոն Ծառուկյանից, շատ սիրում ենք բոլորս պարոն Ծառուկյանին։ Ինքը կյանքում չի պայքարել աթոռի համար, ինքը ընդհանրեն ուզում է որ հայ ազգը լավ ապրի։ Իր հայ համար ինչ անում է, այսօր անում է հայ ազգի համար։ Մարդը, որը կանգնած է հայ ազգի կողքին, ով որ գիտի ազգի արժեքը, ով որ գիտի ընտանիքի արժեքը, մարդ, որ կարող է իր հետևից տանել ազգ։ Մի մարդ, երբ որ Աստվածավախ է, երբ որ ինքը Հիսուսի արձանը բարձրացրեց, ինքը բարձրացնում է մեր հայ ազգը։ Մենակ իրեն կարող ենք մենք վստահել, որտեղ ինքը կարող է մենակ այս վիճակից հանել Հայաստանը։ Ես ասենք ընդհանրապես ուրիշը պետք չի։ Իրան ճանաչելով, ես ազնվությամբ ասում եմ միայն մարդը թող հասկանա, որ այս երկրին իսկական վարչապետ կամ նախագահ պետք է աստվածահավատ մարդ, որը որ ինքն է։ Իր ուժը, իր համարձակությունն ով ունի։ Ասենք ով ունի։ Ոչ մեկ էլ չունի։ Որ իր արած մենակ Տեր Հիսուսի արձանը կանգնացնել արդեն ամեն ինչ նշանակում է։ Եկեք չմոռանանք, ուղիղ 35-40 տարի ես գիտեմ, որ բոլոր եկեղեցիները ինքն է սարքելու վերանորոգել։ Ինչ կա այսօր, ով ինչ անում է իրանից ասում։ Երկար ապրած տարիների ընթացքում ես չեմ տեսել մի ուսակցական գործիք, որ այդքան նվիրված լինի հայ ազգին, Հայաստանի պետությանը եւ հայ աշխարհին։ Եվ դրա համար ես այսօր մեծ նպատակ ունեմ, մեծ հեռանկարի եմ սպասում, որտեղ ինքը արդեն ինքը սիրում է իր ազգին։ Ինքը ոչ մի անգամ չի բացակայ Հայաստանից։ Ինքը սիրում է իր ազգին, ինքը սիրում է։ Ինքը ժողովրդի արժանավոր զավակն է։ Եթե մարդը հոգով բարի է,
բամեցողը, Աստծուն հավատացողը, Աստվածասերը, ուրեմն կյանքում իր մոտ ամեն ինչ կհաջողի։ Հայանպաստ, ազգանպաստ գործունեություն Մարդկանց հավատն ու վստահությունը ամենաթանկն են պարտավորեցնողը, ասում է Գագիկ Ծառուկյանը, շեշտում հնարավորության դեպքում անելու է ավելին, քան խոստանում է, իսկ արդյունքը գերազանցելու է բոլոր ակնկալիքները։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան։